Բարի երեկո, եթերում ասպարեզն է եւ ես Նանե Ավագյանը։ Ասպարեզը շարունակում է հետևել համայնքի կյանքին եւ ձեզ ենք ներկայացնում շաբաթվա ընթացքում տեղի ունեցող հետաքրքիր եւ կարեւոր իրադարձություններ մեր հյուրերի հետ միասին։ Առաջարկում եմ մնալ մեզ հետ եւ կտեղեկանաք, թե ինչ է սպասվում արդեն այս կիրակի մեր համայնքում։ Դիմահարդարման համար շնորհակալություն Ալենին։ Ծրագրին աջակցելու համար շնորհակալություն Դավի վարսահարդարման եւ գեղեցկության սրահին, որ գտնվում է 1613 West Glenox Boulevard հասցեում։ Հոմանենթմենի Գլենդելի Արարատ մասնաճյուղը այս տարի նշում է հիմնադրման 36-ամյակը։ Այս միությունը բացառիկ ներդրում ունի հայ համայնքի կյանքում։ Բարձրացիր բարձրացու նշանաբանով առաջնորդվող Հոմանենթմենի Արարատ մասնաճյուղը 30-ից ավելի տարիների ընթացքում շուրջ 15000 հայորդիների է պատրաստել, հայացի դաստիարակություն տվել եւ մարզական պատրաստվածության դասեր մատուցել։ Եվ այսօր իմ հյուրերն են Արարատ մասնաճյուղի գործադիր տնօրեն Արմանդ Գորգորյանը եւ հատուկ 36-ամյակին նվիրված տարեդարձի հանձնախմբի անդամ Հելեն Երեմյանը։ Եվ սիրով ներկայացնում եմ իմ հյուրերին։ Բարի երեկո։ Շնորհակալություն հյուրընկալելու համար եւ շնորհավորում եմ ձեզ այս տարեդարձի կապակցությամբ։ Կցանկանայի մի քիչ պատմական ակնարկով ներկայացնեինք Արարատ մասնաճյուղը եւ խնդրեմ պարոն Գորգորյան։ Խնդրեմ, շատ շնորհակալ եմ, որ մեզ ընդունել եք այսօր։ Ուրեմն 78 թվին դեկտեմբերին Արարատ մասնաճյուղը իր աշխատանքը սկսավ 7 անդամներով եւ այդ 7 անդամը տարիների ընթացքին բազմացավ, որ հասել ենք մինչեւ այսօր, որ 2400-ից ավել անդամ ունենք։ Շատ խղճուկ երկու սենյականոց մահատ գրասենյակ ունեինք, աշխատանք ենք տանում մինչև 1984 թիվը, 84 թվին կարողացանք մեր անձնական շենքը առնենք Գլենդելի Բրոադվեյ փողոցի վրա եւ շատ չանցավ դրա վրայից, որ անդրադարձանք, որ էդ էլ մեր համար փոքր է, որտեղ օրեցօր մեր թիվը բազմանում էր եւ վերջապես 96 թվին 6-7 տարի մանկալուց հետո կարողացանք, որ մեր առաջի մեծ կենտրոնը San Fernando Road-ի վրա առնենք եւ դժբախտաբար կամ բարեբախտաբար էդ էլ մեզի փոքր եկավ եւ 2007 թվին երկրորդ շենքը առեցինք նորից San Fernando Road-ի վրա մեր 4-5 րոպե հեռավորության մեր իսկական շենքից։ Մենք այս երկար 36 տարվա ընթացքում հենց որ դուք նշեցիք 15000-ից ավել երիտասարդներ են մեր շարքերից եկել եւ անցել, որոշները մնացել են մեր միության մեջ եւ իրենք տարբեր ձևի volunteer գործերով մասնակից են դարձել մեր աշխատանքներին կամ դարձել են մեր միության ղեկավարները։ Մեր բոլոր հպարտությունը հենց այդ է, որ կարողացել ենք այս ընթացքին, բացի այն, որ իրենց այդ սերվիսը տանք, որ կարողանան հայ մթնոլորտի մեջ աշխատանք տանեն, հայ ընկերություններ ստեղծեն, այլ իրենց ձևի դասյարակել ենք, որ կարողանան ապակայում իրենք ղեկավարները դառնան միության եւ փոխարինեն հիներին։ Իսկ հիմնական գործունեությունը ձեր ինչու ներկայանում սկզբում եւ ընթացքում փոփոխվեց արդյոք։ Մենք առաջի հերթին, որ սկսանք 7 սկաութով սկսանք սկաուտական աշխատանքներով եւ անմիջապես դրանից հետո մոտ ֆուտբոլի թիմ ունեցանք։ Բայց կամաց աշխատանքները բազմացավ, ֆուտբոլի թիմից հետո բասկետբոլ ունեցանք, վոլեյբոլ ունեցանք, այս րոպեից մենք 6 բաժանմունքով ենք աշխատանք տանում միությունում։ Մարզականը այնքան մեր բասկետբոլի թիվը շատացավ, որ պարտավորված մարզական բաժանմունքը երկու մասի բաժանեցինք, բասկետբոլի բաժանմունք եւ ոչ բասկետբոլի տարբեր ուրիշ մարզական աշխատանքներ։ Սկաութականը իհարկե ունեցանք մշակութային բաժանմունք, կարծում եմ, որ Հոմանենթմենի Գլենդելի Արարատ մասնաճյուղը մենակ մասնաճյուղն է, որ մշակութային աշխատանք էլ տանում է, որովհետեւ մեր թիվը այնքան մեծ է, որ առիթը ստեղծվել էր, որ այդ գործ անեինք։ Ունենք հետո ապակայում մենք կարիքը զգացինք, որ մասնաճյուղի վարչության կողք մեկ ուրիշ բաժանմունք կամ ուրիշ կազմ լինի պրոգրամների վրա աշխատանք տանի, որ դրանում այդ բաժանմունքի Programs Division-ն է։
ունենք մեր fundraising-ի հանձնախումբը, որ առանց իրենց աշխատանքի մեր անիվները չի պետք որտեղ իրենք են որ աշխատանք են տանում այն դրամը ներս բերեն որ կարողանանք այդ դրամը երեխեքի վրա եւ overhead-ի վրա ծախսենք Եվ կներեք ընդհատեմ, մինչ այսենք բոլոր բաժանմունքների աշխատանքին անդրադառնալը կցանկանայի սկսենք ամենասկզբից գուցե թերևս մարզական մասից եւ ասենք ինչ մեծ մարզասրահներ ունեք եւ ինչ կոնկրետ մարզաձևեր են եւ ովքեր են այնտեղ կարող այցելել, կարող հաճախել։ Մենք ուրեմն մեր բասկետբոլի դիվիզիոնը ինքը մոտ 1000 հոգի անդամ ունի։ Ուրեմն մենք երկու հատ բասկետբոլի սրահ ունենք մեր main campus-ում երկու հատ բասկետբոլի սրահ ունենք North campus-ում, որ 2007 թվին ենք արել։ Բայց այդ էլ նորից բավական չլինելու պատճառով ամեն մի բասկետբոլի կետինը միշտ երկու խմբեր են practice անում, որտեղ հետո չենք հասցնի անենք։ Հավելյալ այդ մեր բասկետբոլի ծրագրին, որ տարվա ընթացքին աշխատանք ենք տանում, քանի տարի առաջ D-League-ը սկսանք, D-League-ը նշանակում է Developmental League, լրիվ նպատակ է ներ, որ փոքրիկների համար մենակ 5 տարեկանից, 4 տարեկանից մինչև որ 12 տարեկան, որ այդ պրոգրամի մեջ competitive աշխատանք չի տարվում, այլ առիթ ենք տալիս բոլոր երեխաներին լավ խաղացող կամ վատ խաղացող հավասար խաղան, ծնողների միջոցով ղեկավարվում է, շատ family oriented մատ աշխատանք է։ Իսկ ովքեր կարող են հաճախել այդ պարապմունքներին։ Ամեն մարդ, ով որ ուզում է։ Մենք տարվա ընթացքին ethics season-ը 3 ամսվա ծրագիրներ է, տարվա ընթացքին մոտ 1200 հատ երեխա այդ աշխատանքի մասնակցում։ Պիտի նշեմ, որ Արարատի basketball division at organized basketball program-ը Ամերիկայում ոչ միտեղ այդ ձև չկա, organized։ Եվ մենք հպարտ ենք հեշտ չի այդ ղեկավարելը, բայց ուրախ ենք, որ կարողանում ենք այդ գործը անենք, այդ սերվիս տանք երեխաներին։ Եվ մարզիչները ովքեր են։ Մարզիչները ամենը կամավոր։ Մեր միության եւ ամեն մեր քույր միություններն նույն ձև են։ Ամենամեծ հաջողությունը այնտեղ է, որ կարողանում ենք աշխատանքների 99%-ը volunteer-ների միջոցով անենք։ Այս րոպեիս Արարատ մասնաճյուղը մոտ 300 volunteer ունի։ Հիմա կամ մարզիչ են, կամ fundraising-ի աշխատանք են տանում, կամ սկաութական ղեկավարներն են, իրար վրա 8 հատ կամ 9 հատ մենք paid staff ունենք։ Մնացածը ամենը մեր volunteer-ների միջոցով աշխատանքներ ղեկավարվում, որ իսկապես շնորհակալ ենք բոլորից, որտեղ առանց իրանց ոչ մի ձև ես աշխատանքը չէր կարողանա պետք։ Այսինքն դա նշանակում է նաև, որ նույն այդ պարապմունքներին այցելուները անվճար կարող են գալ այդ մարզումներին։ Ինչպես։ Մարզումներին անվճար է մարզը, այսինքն յուրաքանչյուր ոքով կցանկանա մասնակցել այդ։ Ոչ։ Մենք անդամավճար ունենք, շատ չնչին անդամավճար ունենք, որ այդ անձնավորությունները, որ ուզում են կան մեր աշխատանքներին մասնակցեն, այդ անդամավճարը վճարում են, անդամ են դառնում մեր միության։ Շատ լավ, պաստոն անդամավճարով եք ցանկանաք նշել այդ թիվը, որ գուցե ցանկացողները շատ թեթև մի բան է, կարող են ամսական վճարեն, կարող է տարեկան վճարեն, մոտել ամիսը $22-3։ Շատ լավ, իսկապես շատ չնչին գումար է, հաշվի առնելով թե ինչպես են այնտեղ նախ մարզական պատրաստվածություն ստանում, հետո ընկերային միջավայրը կա, հայկական, այսպես ասած, եւ կցանկայի նշեք նաեւ մարզաձևերը, բոլոր բասկետբոլ։ Բացի բասկետբոլ, ուրեմն մենք ունենք soccer, վոլեյբոլ, table tennis, եւ թենիսի համար ասեմ, որ նոր ծրագիր ենք սկսել 4 տարեկանից մինչև 10 տարեկանների համար indoor tennis պրոգրամը, որ մեր դաշտի մեջ են անում, մեր indoor gym-երի մեջ են անում, որ վստահ ենք, որ այդ ծրագիրը այնքան է մեծանալու, որ հետո պիտի մանկանք տեղ ճարենք, որովհետեւ հատուկ ռակետներով, հատուկ թոփերով, որ թեթև լինի երեխաների համար, նեթը բարձրությունը հատուկ է տարիքի երեխաների համար, շատ մեծ հույս ունենք, որ այդ ծրագիրը պիտի աճի մեր D-League-ի նման մեծ աշխատանք դառնա։ Մեր սկաութական աշխատանքները ունենք, որը ամեն կիրակի օրը իրանց աշխատանքներն առավոտվա 9-ից մինչև ժամը 1-ը 350 հատ սկաութ ունենք այս րոպեից, վերջի տարիներում հատուկ աշխատանք ենք տարել, որ
Eagle Scout-ներ դասյարակենք, որը կարևոր մի բան է, հատկապես ամերիկյան գաղութի մեջ Eagle Scout-ը հատուկ տեղ ունի իր համար։ Ինչ է դա իրենից ներկայացնում։ Eagle Scout-ը հատուկ դասարաններ պիտի տեսնեն, հատուկ դասյարակություն պիտի ստանան, հատուկ ձևով volunteer աշխատանքներ պիտի տանեն գաղութի մեջ, community մեջ, որ այդ իրավունքը ունեն այդ բանը Eagle Scout-ի պաշտոնը ստանան։ Եվ մենք իմանում ենք մեր սկաուտական աշխատանքը մասա կազմում Verdugo Hills Council-ին, եւ Verdugo Hills Council-ը շատ զարմացած է, որ մենք կարողացանք այս վերջի տարիներից այսքան մեծ թվով կարողանանք Eagle Scout-ներ բանանենք։ Այսինքն հետաքրքրությունը սկաուտիզմի նկատմամբ սկաուտների այդ կա։ Կա, անպայման։ Ունենք մեր մշակութային բաժանմունք, հենց որ ասամ, մեր երգչախումբ ունենք մեծերի, անցյալ տարվանից սկսանք փոքրիկների երգչախումբ, որը տարեդարձի օրը բեմ են բարձրանալու եւ երգեն, ունենք նկարչության դասարան, որ շատ լավ ուսուցիչ ունենք եւ այդ աշխատանքները շարունակվում են։ Բոլոր նրանք, որ հետաքրված են այս աշխատանքներով, կարող են տելեֆոնել մեր միությունը, ավելի շատ բացատրություններ ստանան եւ կան արձանագրվեն եւ դասարաններին մասնակցեն։ Ես այստեղ դեզընթացը մի փոքր գովազդային դաթարից հետո վերադառնանք եւ կշարունակենք ձեզ շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ գովազդային կարճատև դաթար։ Դիմահարդարման համար շնորհակալություն Ալենին։ Ծրագրին աջակցելու համար շնորհակալություն Դավի վարսահարդարման եւ գեղեցկության սրահին, որ գտնվում է 1613 West Glenox Boulevard հասցեում։ Հոմանենթմանի գլանդալի Արարատ մասնաճյուղը այս տարի նշում է 36-ամյակը եւ այս առիթով իմ հյուրերն են մասնաճյուղի ներկայացուցիչները եւ շարունակում եմ զրույցս Արարատ մասնաճյուղի տնօրեն Արմենդ Գորգորյանի հետ։ Խնդրում եմ շարունակեք թվարկել դեր մեր մարզական աշխատանքների մեջ ունենք միևնույն ժամանակ martial arts, որը շաբաթ 2 անգամ փորձ են անում, ունենք rhythmic gymnastics եւ ունենք artistic gymnastics, որը իրենց մարզիչներով այդ աշխատանքը շարունակում են պստիկների համար է։ Բայց հավելյալ մեր մարզական աշխատանքները, մեր սկաուտական աշխատանքները, մեր մշակութային աշխատանքները, մեր կազմակերպությունը այնքան մեծ կազմակերպություն է եւ Գլենդել քաղաքում ճանաչված ոչ հայերի կողմից, որ մենք արդեն մեկ քանի տարի է սկսել ենք, որ տարբեր ամերիկյան կազմակերպությունների համագործակցություն անենք։ Մենք partnership ունենք Glendale Adventist Medical Center-ի հետ, partnership ունենք Woodbury College-ի հետ, որը անցյալ 2 Elevate պրոգրամները այնտեղում ենք արել, անցյալում ունեցել ենք համագործակցություն Sparks բասկետբալ, աղջիկի բասկետբալի պրոֆեսիոնալ խմբի հետ։ Մեր բասկետբալի մարզիկներից որոշները այնքան բարձր մակարդակի են, որ ժամանակին հրավիրվել են Հայաստանի հավաքական խմբի մեջ մաս կազմեն, որը դա մեծ հպարտություն է մեր համար։ Նորից մեր բասկետբալի խմբերը ամեն տարի համահոմանեթմենական կամ համահայկական մարզական խաղերի մասնակցել են Երևանում, մեծ հաջողություններ են ձեռք բերել, առաջի տարի մասնակցելով առաջի տեղը գրավեցինք տղաները եւ աղջիկները։ Ունենք մարզիկներ, որ այնքան բարձր մակարդակի են, որ հրավիրվել են, որ քոլեջներում խաղան, դրանք ամենը հավելյալ են մեր իսկական նպատակին է, որ ուզում ենք, որ հայ երիտասարդ դասյարակենք։ Հիմա եթե այդ ընթացքին կարողանում ենք, որ լավ մարզիկել դասյարակենք, ավելի լավ։ Շատ լավ, փաստորեն կամավոր հիմունքներով դեր մարզիչները կարող են նման արդյունքներ ցուցաբերել։ Շնորհավորում եմ, դա իսկապես հաջողություն է ձեռք բերում։ Եվ դուք նշեցիք նաև համագործակցություն եւ այլ ծրագրեր, այդ թվում Elevate, այդ ծրագրի մասին, որ արդեն 2 անգամ անցկացվել է Woodbury համալսարանի հետ։ Մի քիչ այս ծրագրի մասին խնդրում եմ։ Ուրեմն Elevate ծրագիրը լրիվ նպատակն է, որ մենք հայ երիտասարդներին հրավիրում ենք Woodbury College-ի auditorium-ում ալինում, իհարկե ամիսներ տևամշտ աշխատանք կտանենք եւ 4-ից 5 հոգի, 6 հոգի մենք ունեցել ենք սպիքերներ, որ եկել են խոսացել են իրանց անձնական
experience-ը, իրանց անձնական ինձև են կարողացել այդպես բարձր տեղերի հասնեն եւ որը գրավի երիտասարդներին, որ իրանք էլ ձգտում ունենան կարողանան այդպես մեկտեղ հասնել։ Ամեն մեկը իրենց խոսքերը վերջացնելուց հետո առիթը տրվել է երիտասարդության, որ իրենց հարցումները ներկայացնեն եւ 2 տարին էլ երբ այդ աշխատանք եղել է վերջացել է exit poll են կարել երիտասարդները, որ հարցրել ենք իրենցից, որ ձեր տպավորությունը ինչ է, շատ լավ տպավորությունով են դուրս եկել եւ հույսով ենք, որ այս աշխատանքը շարունակենք։ Այսինքն արդեն ոչ մարզական է, ոչ սկաուտական է, այլ մի հատ բան է, որ մտածում ենք, որ մեր կազմակերպությունը in addition, որ պիտի այդ աշխատանքները մարզական, սկաուտական, մշակութային աշխատանքներ տանի, այլ գաղութի մեջ էլ երևա եւ ինչպես որ կարող է երիտասարդության սերվիս տա։ Ես անձամբ ներկայ եմ եղել ձեր 2 elevate-ներին, այլ եւ իսկապես շատ հետաքրքիր մթնոլորտ էր, շատ երիտասարդներ էին, հայ երիտասարդներ եւ ոգևորություն կար, ինչպես նաեւ ձեր խոսնակները, որ բոլորը ամեն ոլորտում կայացած եւ հետաքրքիր նաեւ այն փաստը, որ նրանք առաջարկեցին նույնիսկ աշխատանք հայ երիտասարդներին, այսպեսով ներգրավելով նրանց նաեւ տարբեր գործով իրենց աշխատանքներում։ Շատ լավ, այս աշխատանքներից բացի ինչ աշխատանքներ եք նախատեսում, ասենք, ապագայում։ Աշխատանքներից մեկը, որ ամեն տարի արդեն 15 տարի ավել անում ենք, մեր car rally-ն է։ Car rally-ն նորից պիտի ասեմ, որ այդ թիվը, որ մասնակցում է մեր rally-ին, մենք այսի որ ասում եմ ստադիելած է։ Ամերիկայում ոչ մի rally չկա, որ այս մեծ թվով մեքենա մասնակցի։ Եվ շատ մի հաջողական մի աշխատանքը այն վոլոնտիրները, որ տարին գալիս են մեզի օգնում են բանատիկ մոտ առիթը, որ իրանք գալիս են եւ այդ ռալին մասնակցում են, շատ հաճելի մեծ ծրագիր է։ Հավելյալ դրան ունենք ուրեմն տարվա ընթացքին որոշ հասույթաբեր աշխատանքներ, որ այդ արդեն մեր fundraising division-ն է, որ այդ աշխատանքները ղեկավարում է եւ միության տարեդարձ ենք տոնում, տարբեր ձեւ fashion show ենք անում, որ Հելենը կարծում եմ, որ իր խոսքերի մեջ ավելի քշեշտի է դրանց վրա, եւ programs division-ը մենք programs division-ը այն բաժանմունքն է, որ աշխատանքներից մեկը scholarship-ների նվիրելն է։ Մենք անցյալ տարի 3 տարբեր category scholarship ենք ունեցել, ամեն մեր category մեջ 3-ից 5 հոգի նվեր են ստացել, գումարները կարող է շատ բարձր չի, բայց նորից գոնե գնահատումը այդ երիտասարդներին, որ կարողանան այդտեղի հասնեն, որ այդ արժանի լինեն այդ scholarship-ները։ Իսկ ում է տրվում այդ scholarship-ը? Ում է տրվում այդ scholarship-ը? Ով մենք հայտարարություն ենք տալիս, ով որ application-ը Քոլեջների ուսանողներին։ Այս տարի ուրեմն 3 ձևի ունենք։ Այս տարի 3 ձևի ունենք։ Ունենք նրանք, որ high school-ը ավարտում են, այդում են college, ունենք նրանք, որ community college-ից այդում են university եւ հատուկ մահատ ունենք նրանց համար, որ այդում են UC services բանի մեջ այդ college-ները, ուրեմն 3 ձևի տարբեր ունենք, մոտ 50 հատ application-ը արդեն եկե փակվել արդեն։ Հիմա պիտի մեր հանձնախումբը այդ ընտրի վրայից անցնի մեկ կարանք ամենը կարդա, մինչև որ որոշի, որ մեր կատեգորիում ով է հաջողել, որ այդ scholarship-ը ստանա։ Այսինքն երբ է դիմելու ժամկետը այդ scholarship-ը։ Արդեն ջուլային վերջացել էր ժամկետը։ Ուրեմն մյուս տարի կսկսենք նորից հավանաբար ապրիլին կհայտարարենք, որ մինչև ջուլայ կարողանան իրենց application-ները հանձնել։ Շատ լավ, մենք սիրով կաջակցենք ձեզ եւ մենք էլ մեր եթերից կառաջարկենք, որպեսզի մասնակցեն եւ քանի հոգի ասացիք կընտրվի եւ արդյունքում։ Կապ ունի ամեն մեկ կատեգորիի 3-ից 5 հոգի ամեն մեկ կատեգորիի մեջ։ Շատ լավ։ Փաստորեն Արարատ մասնաճյուղը շատ ավելի տարածական այսպես գործառույթներ է իրականացնում, ոչ միայն մարզական եւ սկաուտական, ինչպես երևի շատերին է հայտնի, այլ նաեւ ընդլայնված։ Եվ մի հարց, կոչվում է Գլենդելի Արարատ մասնաճյուղ, այսինքն Գլենդելի, արդյոք ձեր մասնաճյուղում միայն Գլենդելից բնակիչներ են։ Մենք Հոմենետմենը Western United States Հոմենետմեն 18 հատ մասնաճյուղ ունի։ So ամեն մեր մասնաճյուղ առաջի հերթին քաղաքի անունով էր։ Հետո որոշում տրվավ, որ ամեն մեր մասնաճյուղ կարողանա իր անունն էլ ունենա։ So մենք Գլենդելի մասնաճյուղն էինք, հետո Արարատ անունն էլ վերցրեցինք, եղավ Հոմենտմենի Գլենդելի Արարատ մասնաճյուղ։ Բայց մենք անդամներ ունենք Valley-ից, Pasadena-ից, Burbank-ից, Los Angeles-ից,
Torrance-ից կզարմանաք, բայց Torrance-ից ծնող ունենք, որ երեխեք իրակի օրը բերում է սկաուտական աշխատանքի տանում է եւ լրիվ շրջապատից։ Այսինքն անունով չսահմանափակվենք միայն մեծամասնությունը Glendale-են եւ La Crescenta-են, բայց Թահանգա ունենք, Sunland ունենք, բոլոր այս շրջապատ քաղաքները անդամ ունենք իրենցից, որ մեր մոտ աշխատանք են տանում։ Շատ լավ։ Փաստորեն Glendale-ի ձեր մարզասրահներում ձեր մարզիկները պատրաստվածություն են ասնում եւ կա նաեւ նավասարդյան խաղեր, որի ժամանակ արդեն բոլոր մասնաճյուղերից մարզիկները մասնակցում են։ Այս մասին էլ նավասարդյան մրցությունները կազմակերպված է մեր շրջանային վարչության կողմից, այս Western United States-ի եւ բոլոր այդ 18 հոմենտմենները խմբեր են ներկայացնում եւ մասնակցում են։ Իհարկե նորից ամենամեծ մրցությունները բասկետբոլի մեջ է լինում, բայց ամեն մարզաճյուղերում մրցություններ լինում է եւ սովորաբար մայիս ամսվանից սկսում են, մայիս 1-ից սկսում են նախնական խաղերը եւ իր final մրցումները լինում է 4th of July weekend-ին։ Մեծ հսկայական ֆեստիվալ է լինում Բիրմինգհամ Հայ Սքուլում։ Դա համայնքի ամենասպասված ձեռնարկներից, տոնախմբություններից մեկն է։ Վերջի օրը 10,000-ից ավել մարդ է հանդե ներկայանում եւ այստեղ մրցության ոգին էլ կա։ Իհարկե, ամեն երիտասարդները ուզում են հաղթեն։ Մենք ենք, որ մտածում ենք, որ հաղթելն էլ կարևոր է, բայց միևնույն ժամանակ մասնակցությունն էլ կարևոր է։ Բայց շատ հաճելի մթնոլորտ է լինում նավասարդյան խաղերին։ Շատ լավ, շնորհակալություն, կշարունակենք մեր զրույցը գովազդային դադարից հետո։ Մնացեք մեզ հետ։ Դիմահարդարման համար շնորհակալություն Ալենին։ Ծրագրին աջակցելու համար շնորհակալություն Դավի վարսահարդարման եւ գեղեցկության սրահին, որ գտնվում է 1613 West Glenox Boulevard հասցեում։ Սելիհերսայտոնը շարունակում եմ հաղորդումը եւ ներկայացնում իմ հյուրին Հելեն Երեմյան, բարև ձեզ Հելեն, եւս մեկ անգամ եւ խնդրում եմ դուք փաստորեն համակարգում եք Արարատ Glendale-ի Արարատ մասնաճյուղի 36-ամյակի նվիրված այս մեծ տոնախմբության ձեռնարկը։ Խնդրում եմ մանրամասն ներկայացրեք եւ հրավիրենք մեր հեռուստայտոնին եւս ներկա լինելու այս տոնին։ Նախ կուզեմ շնորհակալություն հայտնել հատկապես ձեզանից, որ մեզ առիթը տվաք մեր ձայնը հասացնենք, որ մեզի կարելի չէր, որ հասացնենք։ Սիրով։ Մեր 36-ամյակի հանձնախումբի նպատակը եղել է այս տարի կազմակերպել ոչ թե միայն մի պարահանդես, այլ մի հատ տոնախմբություն, որ միության բոլոր անդամները, ընտանիքները եւ ընկերները, որ ներառնում է մեր բոլոր գաղութը կարողանան տոնեն մեզ հետ միասին մեր 36-ամյա գործունեությունը։ Ուրեմն այս աշխատանքի մտահղացումը շարունակությունն է մի ձեռնարկի, որը տեղի ունեցավ սրանից 3 տարի առաջ Recycled Art մի հատ ձեռնարկով, որի մեջ մասնակից էին 6 գաղութի արտիստներ եւ 200-ից ավելի միության անդամներ 5 տարեկանից մինչև վեր։ Շատ հաջող ձեռնարկ էր, շատ ծանր աշխատանք էր եւ նրանից հետո դադար ունեցանք։ Այս տարի փետրվարից սկսյալ աշխատում էինք, որ մի նման աշխատանք ունենանք, որ նորից մեր բոլոր անդամները կարողանան մասնակից ելնեն, քանի որ միությունը միասնական ուժ է եւ այդ միասնական ուժի ներկայացնելը գաղութին շատ մեծ կարևորություն ունի մեզ համար։ Ուրեմն տարբեր ծրագիրներ մշակելուց, ուսումնասիրելուց հետո հասանք այն արդյունքին, որ կնախընտրենք մեր միության եւ միության ընտանիքի արվեստագետ մարդկանց ծանոթացնել թե մեր միությանը եւ թե գաղութին։ Ընդամենը 2 կոչ, 2 հատ flyer ծրվեց միության մեջ եւ խնդրեցինք ով որ արտիստ է մեզ հետ կապ հաստատի եւ կարողանանք այս աշխատանքը սկսենք եւ զարմանալիորեն շատ լավ արդյունք ստացանք։ Այս վարքյանին ունենք 25 արտիստներ։
գուցե եւ ավել պիտի լինեն 26, որ Կիրակի օրը արդեն այս Կիրակի սեպտեմբեր 14-ին ժամը 12-ին Հոմենետմենի սրահում Blue Gym-ում պիտի լինի։ Հասցեն խնդրում եմ, եթե կարելի է։ 3347 North San Fernando Road, Los Angeles։ Ուրեմն աշխատանքը բաղկացած է երկու մասից։ Նախ բացումը պիտի կատարենք ցուցահանդեսինը։ Ցուցահանդեսը պետք է կատարվի Blue Gym-ում։ Blue Gym-ը լրիվորեն փոխված մի հատ տեսք պիտի ստանա, քանի որ արտիստներին ամենալավ ձևով պիտի կարողանանք ներկայացնենք։ Ունենք 7-ից մինչև 70 տարեկան արտիստներ։ Ունենք տարբեր ոճի աշխատանքներ։ Ունենք ջրաներկ, յուղաներկ, ունենք արձանագործություն, կավի աշխատանքներ, ունենք նոր սկսյալ արտիստներ եւ ունենք professional հանրահայտ արտիստներ եւ գեղեցիկ ձևով պետք է ցուցադրվի եւ ժողովուրդը պետք է հաճույքը տանեն։ Սա ձեռնարկի առաջին մասն է, որ սկսվում է ժամը 12-ին, բացումը պիտի լինի։ Բացման հատուկ կարողություն կլինի։ Բացում է, երկու բառով պիտի բացենք եւ կարծում եմ ամենամեծ բանը ժողովրդի այդ արտիստներին մոտիկից տեսնելն է։ Ունենք արտիստ մեր միության մեջ, որ գուցե 30 տարի է վեր աշխատանք է տանում եւ ոչ ոք չգիտի աս կնգա աշխատանքի մակարդակը Մանիա Պատմագրյանը իր աշխատանքի ոճը լրիվորեն տարբեր մի բան է Brazilian art, որ նորություն է մեզ համար, stamp art իր ամբողջ ձեռքի աշխատանքն է եւ ինքը դասարաններ էլ ունի եւ այս ձևով բացումը կատարելուց հետո մեկ-2 ժամ պիտի մնանք սրահը, հետո պետք է երթանք խնջույքի բաժինը, խնջույքի բաժինը կկատարվի Green Gym-ի մեջ, որտեղ ունենալու ենք փոքրիկ ելույթներ մեր փոքրերի երգչախումբից, պիտի ունենանք մեր gymnastics-ը, artistic gymnastics-ը, պիտի ունենանք karate-ն եւ rhythmic gymnastics-ը։ Ցուցադրական ելույթներ։ Ցուցադրական փոքրիկ ելույթներ, թե իրենց մասնակցությունը բերելու մեր տարեդարձի տոնակատարության եւ թե մեր գաղութը տեսնելու, որ ինչպես աշխատանքներ կա սկսած փոքրիկներից եւ ֆոյեի մասն էլ մեր արտի ուժճուհին դասարանային պստիկ աշխատանք պիտի ունենա մասնակցող երեխաների համար արտի դասարան եւ face painting Այսինքն այդ պահին ձեզ այցելած, ասենք մանուկները կարող են հենց տեղում մասնակցել ինչ-որ աշխատանքների։ Այո։ Շատ լավ։ Եվ այսքանով ավարտվում է այդ մինչև ժամը 5-ը արտի մասը բաց պիտի լինի եւ կավարտվի։ Ցուցահանդեսը բացվում է եւ մինչև վերջ շարունակվում է մինչև 5-ը։ Մինչև 5-ը։ Եվ այս ընթացքում կարող են այցելել եւ ծանոթանալ, շփվել արվեստագետների հետ։ Նաեւ որոշ արտիստներ կուզեն վաճառել։ Սա շատ լավ առիթ է մեր արվեստասեր ժողովրդի համար, որ գան եւ մոտիկից տեսնեն այդքան մարդու աշխատանքը եւ առիթ ունենան գնելու։ Շատ քաջալերական պիտի լինի մեր արտիստներին, որ կարողանան ծախեն այդ օրը։ Դուք նշեցիք, որ ձեր արտիստների թվում են ոչ միայն ձեր միության անդամներ, այլ նաեւ համայնքից ընտրել եք։ Իսկ ինչպես է տեղի ունեցել այդ ընտրության, այսինքն ինչպես եք դիմել հաջորդ անգամների համար հայտարարությունը ծրվել է միության շրջափակում email-ներով եւ Facebook-ով, email blast-ով։ Նրանից հետո մեր անդամները իրենց ընտանիքների եւ ընկերների մեջ, որ ունեցել են արտիստներ, իրենք են մեզի ծանոթացրել, մենք անձամբ ոչ ոքու չենք դիմել եւ իրենք են եկել։ Եվ մեր աշխատանքի գեղեցկությունը դրա մեջ է, որ ամենը կամավոր իրենք իրենց ցանկությամբ եւ շատ խանդավառ լինելու են ընդ։ Այսինքն Արարատը նաեւ հնարավորություն է տվել Գլանդելի մասնաճյուղը, այո, գաղութին մասնակիցը լինելու ձեր տոնին։ Այո։ Շատ լավ, ընդհատեմ զրույցը եւ կվերադառնանք կարճատև դադարից հետո։ Սիրելի հետո մնացեք մեզ հետ։
Դիմահարդարման համար շնորհակալություն Ալենին։ Ծրագրին աջակցելու համար շնորհակալություն Դավի վարսահարդարման եւ գեղեցկության սրահին, որ գտնվում է 1613 West Glenox Boulevard հասցեում։ Ցերեստատոներ Հոմանենտմանի Գլանդալի Արարատ մասնաճյուղը նշում է իր 36-ամյակը եւ արդեն այս կիրակի սեպտեմբերի 14-ին հրավիրում է մասնակիցը լինել տոնական մեծ ձեռնարկին, որի ժամանակ կլինեն արվեստի ցուցադրություն եւ այլ հետաքրքիր անակնկալներ։ Ուղղակի առաջարկում ենք ձեզ ժամը 12-ին արդեն այս կիրակի այցելել Հոմանենտմանի մասնաճյուղ, մենք իմ զրուցակիցները կներկայացնեն հասցեն եւ այլ մանրամասներ եւ տոնական գեղեցիկ միջոցառման ականատեսը լինել ձեր ընտանիքով հանդերձ։ Եվ շարունակում եմ իմ զրույցը եւ Հելեն, խնդրում եմ առավել մանրամասնել, թե ինչ է սպասվում կիրակի օրը մեր այցելուներին։ Ինչպես նշեցի, ժամը 12-ին սրահը բացումը պիտի կատարենք արդի ցուցադրում եւ նրանից հետո պետք է միանանք մեր կամավորներին, որոնք շատ գեղեցիկ պատրաստություն են տեսել մեզ համար տոնելու մեր 36-րդ տարեդարձը շատ լավ ուտելիքով DJ ունենք եւ երաժշտություն լինելու եւ ցուցադրություններ մեր երեխաների կողմից շնորհակալություն պիտի հայտնեմ բոլորին, որոնք կհավատան մեր աշխատանքին եւ պիտի մասնակից ելնեն այդ օրը մեզ, քանի որ ինչպես 3 տարի առաջ Recycled Art Show-ն անկրկնելի աշխատանք էր, այս մեկն էլ դժվար թե նորից պիտի կրկնվի, եթե պիտի գաք 1 օր 4 ժամ, 5 ժամ, եկեք եւ տեսեք եւ մասնակից եղեք մեզ հետ։ Մեր կամավորները շատ մեծ աշխատանք են տարել եւ պիտի ուրախանան, երբ ձեզ տեսնեն մեզ հետ։ Եվ յուրահատկություն թերևս նա, որ կարող են մասնակցել տարբեր տարիքի ընտանեկան տոնախմբություն։ 5-ից ցած երեխաները ձրի պետք է ներս մտնեն եւ իրենց համար հետաքրքիր աշխատանքներ կա տեսնելու, ուրեմն ընտանեկան աշխատանք է։ Եվ այստեղ կլինեն նոր ծանոթություններ, հետաքրքիր հանդիպումներ, այնպես որ խրախուսում ենք մասնակցել բոլորին։ Եվ կցանկանայի ձեզ հարց ուղղել, Արմանդ, ամփոփելով այս 36-ամյակը, ինչ այլ ծրագրերի կարող եք ներկայացնել, որ տեղի են ունեցել ձեր գործունեության ընթացքում։ Մենք տարբեր ձևի աշխատանքներ ունենք, մեր աշխատանքների թիվը այնքան շատ է, որ երբեմն մարդ չի մոն prioritize-անի, որը որտեղ տնի։ Այս տարի առաջի անգամ լինելով ապրիլ 24-ի առիթով ունեցանք Red Puppy պրոգրամը միությունում, որ շատ լավ դիմավորվեց գաղութի կողմից։ Այդ ընթացքին ունեցանք Հայաստանի հսկայական մեծ քարտեզը գետնի վրա, բոլոր այն քաղաքները, որ ջարդեր էր կատարվել, տարբեր ձևի ցուցահանդեսներ եւ երկու տարբեր լեվելի խոսնակներ։ Այս ծրագիրը 2 անգամ է լավ, շաբաթ եւ կիրակի, եւ 2 անգամ էլ մեծ թվով ժողովուրդ եկել էին եւ ամենքս զարմացել էինք, որ ինչքան հետաքրքիր մեծ ծրագիր է եւ հայոց ցեղասպանությանը նվիրված։ Այո, եւ փորձում ենք, որ շարունակենք այս Red Puppy series of Red Puppies տարբեր ծրագիրները։ Որն է նպատակը այդ Red Puppy։ Red Puppy-ն ուրեմն առաջինը, որ արանք խոսում էինք ավելի շատ ջարդի մասին, ցեղասպանության մասին։ Պատմաբանների եւ այլ խոսնակների միջոցով։ Այո։ Եվ այդիկ ուզում ենք շարունակենք, մի հատկապես որ մյուս տարի 100-ամյակն էլ լինելու է, փորձում ենք, որ մեր լավագույն անենք, որ տարբեր ձևի այդ աշխատանքներ ունենանք։ Մեր ամենամեծ աշխատանքներից, որ fundraising աշխատանքը մեր fundraising-ի division-ն է տանում, լինում է մեր տարեկան Easter Festival-ը, որ ամեն տարի Glendale Civic Auditorium-ում է լինում, 1500-ից 2000 հոգի մարդակալի այդ 5 ժամվա ընթացքին։ Ինչ է տեղի ունենում այդ ժամանակում։ Երեխեքին զբաղացնել։ Երեխեքը տարբեր ձևի խաղեր կա, տարբեր ձևի ֆաներ կա, Easter բանի կա, ամեն ձևի երաժշտություն կա, որ բեմի վրա պայմանանում եւ մոտիկից ականատես եմ ել այդ 5 ժամվա ծրագրի համար հարյուրավոր ժամեր, որ մեր կամավորները աշխատանք են տանում, որ դա կարողանանք
բեմ բարձրացնենք կամ այդ աշխատանքը անենք։ Անհավատալի մեծ եւ դժվար գործ է, բայց երեխեքը շատ հաճույք են տանում։ Եվ երրորդ բանը, որ ուզում եմ ասեմ, ստե մենք ամեն տարի ունենք Summer Day Camp, դպրոցները, որ արձակվում են, ծնողները, որ արդեն մտահոգված են, որ իրենք պիտի գործի եթան եւ երեխաներին ինչ պիտի անեն, ուրեմն մենք 8 շաբաթ կամ 9 շաբաթ կապ ունի տարվան դպրոցների, երբ են բացվում, երբ են փակվում, Summer Day Camp ենք ունենում ամեն մեկ շաբաթ իր թեմայով, մեր սրահների մեջ, որը air conditioned է, տաք չի եւ բավականին մեծ հաջողություն է ձեռք բերել այդ աշխատանքը եւ շարունակելու ենք։ Շատ լավ։ Եվ այդ ամառային ճամբարներին մասնակցելու համար էլի հայտարարությունները տարածվում են նախապես թերևս գարնանը։ Այո, մենք այդ հայտարարությունները 3 ձևով ենք անում։ Մեկը դնում ենք մեր վեբսայթի վրա, մեկը e-blast ենք անում բոլորին։ Էկրաններից կարող են տեսնել հերթատոները Facebook-ի վրա։ Կայքեջը։ So կայքեջը arad.org է, որ կարող են ներս մտնեն եւ տեսնեն։ Եվ ամենահեշտը միություն տելեֆոն աներն է 323-256-2564 ժամը 12-ից հետո մենք ամեն ձևի բացատրություն ու հայտարարությունների վերաբերյալ Այսինքն շուրջօրյա աշխատանք է տարվում եւ դուք մշտապես պատասխանում եք հեռախոսազանգերին եւ սպառիչ տեղեկություններ կտաք։ Շատ լավ։ Փաստորեն Արադ մասնաճյուղը փորձում է բավարարել բոլոր ոլորտներում, բոլոր առումներով, բոլոր տարիքային խմբերի պահանջները եւ շնորհավորում եմ իսկապես հաջողված է ձեր գործը եւ սա հնարավոր է դառնում, ինչպես նշեցի, կամավորների շնորհիվ։ Այ մեր հերոստատոնից շատերը գուցե ցանկանան մասնակցել նաեւ այս աշխատանքներին։ Այդ դեպքում ինչով կարող են ձեզ օգնել։ Ամեն ձևի աշխատանքի կարող են օգնել, հանձնախմբային աշխատանքներ կարող են տանեն, եթե մարզական որևէ background ունեն, մարզական խմբերի մեջ կարող են աշխատանք տանեն, այսինքն որ ուզենան կան եւ կամավոր մեր նման կամավոր աշխատանք տանեն, դուռերը բաց են ամենքի համար։ Համենայն ընտանիքի դռները բաց են բոլորի առջև։ Մենք սպասում ենք, որ օրեցօր մեր թիվը շատանա, առաջարկում ենք բոլոր գաղութին, որ կան դիմեն մեզի եւ իրանց երեխեքին բերեն, որ այդ սերվիսը կարողանան ստանալ։ Հայկական միջավայրում ստանալ բարձր մակարդակով տարբեր ծառայություններից օգտվել եւ ամփոփելով եւս մեկ անգամ կոչ անենք մեր հեռուստատողներին սեպտեմբերի 14-ին մասնակցելու արվեստի եւ մեծ փառատոնին, խնդրեմ Հելեն, եւս մեկ անգամ խնդրում եմ ներկայացնես հասցեն եւ ինչպես կարելի է մասնակցել, տոմսերը որտեղից կարելի է ձեռք բերել։ Սեպտեմբեր 14 ժամը 12-ին պիտի բացումը կատարվի մեր ցուցահանդեսի եւ 36-ամյակի տոնակատարությանը։ Տոմսերը պիտի վաճառվեն մուտքին, ինչպես նաեւ հեռարձայնելով Միությանը գրասենյակին կարող եք նախորդ տոմսերը ստանալ։ Եկեք մասնակցեք եւ պիտի վստահեմ, որ շատ գոհ մնաք ու ապագային միանաք մեր շարքերին։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ այսօր մեր հյուրը լինելու համար։ Ցանկանում եմ նորանոր հաջողություններ եւ կարծում եմ կհանդիպենք, կարծում եմ, չէ, անպայման կհանդիպենք սեպտեմբերի 14-ին։ Անպայման։ Սիրով։ Շնորհակալություն եւ ցտեսություն։ Սիրելի հերոստատողներ, կհանդիպենք սեպտեմբերի 14-ին Հոմանենթմանի Գլենդելի Արադ մասնաճյուղի մեծ տոնախմբության ժամանակ։ Առայժմ այսքանը։ Դիմահարդարման համար շնորհակալություն Ալենին։ Ծրագրին աջակցելու համար շնորհակալություն Դավի վարսահարդարման եւ գեղեցկության սրահին, որ գտնվում է 1613 West Glenox Boulevard հասցեում։